Սիրելիներս, այնինչ ասելու եմ հենց հիմա շատ կարևոր է։ Աստված ապրում է մեր մեջ, բառից բուն իմաստով, ամենաուղիղ իմաստով։ Աստված ապրում է այն քրիստոնյաների մեջ, ովքեր ճշմարիտ իրական քրիստոնյա են, ոչ թե ուղակի կոչվում են քրիստոնյա։ Փորձեմ կարճ եւ արագ թվարկել։ Մեզ Աստված կյանք է տվել իր շունչը մեր մեջ փչելով։ Աստված մարդուն ստեղծել է հողից եւ իր շունչն է փչել մեր ռունգերի մեջ եւ մենք կենթանություն, կյանք, հոգի ենք ստացել։ Աստծո շունչը մեր մեջ է։ Երբ մենք դառնում ենք իրական ճշմարիտ Աստծո զավակ, Հիսուս Քրիստոսի զավակ, այսինքն այն պահին, երբ մենք ընդունում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին որպես մեզ Աստված, Տեր ու Փրկիչ, ընդունում ենք, որ նրա արյամբ մենք փրկված ենք, այն պահին, երբ մենք ապաշխարում ենք եւ մեղքերին մեջքով կանգնելով թեքվում ենք դեպի Աստված եւ խնդրում ենք, որ Աստված մեզ մաքրի եւ ազատի, այսինքն մենք ապաշխարում ենք, խոստովանում ենք մեր մեղքերը եւ Տեր Հիսուս Քրիստոսը մեզ ազատում է մեր մեղքերից եւ մեզ տալիս է հավիտենական կյանքի պարգևը, փրկությունը։ Այդ պահին, ապաշխարության եւ Տիրոջը ընդունելու պահին, մենք ստանում ենք նրա Սուրբ Հոգին, այսինքն լցվում ենք Սուրբ Հոգով, օծվում ենք, մկրտվում ենք Սուրբ Հոգով։ Այդ պահից սկսած Աստծո Հոգին է սկսում մեր մեջ ապրել։ Աստծո Հոգին, Սուրբ Հոգի Աստվածը, որ Աստծո Հոգին է, սկսում է մեր մեջ ապրել։ Այսինքն մենք մեր մեջ ունեինք Աստծո շունչը եւ ապա մեր մեջ է Աստծո Հոգին։ Երբ մենք ստանում ենք Սուրբ Հաղորդություն, որի խորհուրդն է Հիսուս Քրիստոսի մարմինը եւ արյունը, մենք ընդունում ենք մեր մեջ նրա մարմինը եւ արյունը, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը հացը կտրեց, տվեց իր աշակերտներին, ասաց սա իմ մարմինն է, ով որ ուտի իմ մարմինը նա հավիտենական կյանք կունենա, եւ տվեց գինին իր աշակերտներին եւ ասաց, որ սա իմ արյունն է, ով որ այն խմի հավիտենական կյանք կունենա եւ Տերը կլինի մեր մեջ, այսինքն Հիսուս Քրիստոսի մարմինը եւ արյունը կլինի մեր մեջ։ Դա հաղորդությունն է, Սուրբ Հաղորդություն, որ ստանում ենք եկեղեցիներում։ Ստացվում է, Աստծո շունչը մեր մեջ է, Աստծո Հոգին մեր մեջ է, Աստծո մարմինը, Հիսուս Քրիստոսի մարմինը եւ արյունը մեր մեջ է։ Աստված ապրում է մեր մեջ ամենաուղիղ իրական իմաստով, ճշմարիտ իմաստով, դա ճշմարտություն է։ Աստված ապրում է մեր մեջ եւ մենք պետք է դա գիտակցենք, մենք պիտի գիտակցված ապրենք, որ Աստված ապրում է իմ մեջ։ Մի անտեսեք, մի թերագնահատեք այդ ճշմարտությունը, Աստված ձեր մեջ է, դուք նրա զավակներն եք, դուք նրա որդիներն եք եւ նա ձեր մեջ է։ Ամեն ինչ որ անում եք այս կյանքում, ապրեք ըստ այդ ճշմարտության։ Մի վախեցեք, Աստված ոչ միայն ձեր հետ է, այլ նաև ձեր մեջ է։ Մի վախեցեք, մի խեղճացեք, մի թուլացեք, մի ընկճվեք։ Դուք Աստծո զավակներն եք եւ Աստված ապրում է ձեր մեջ։ Եվ եկեք ապրենք այդպես։ Աստված յուրաքանչյուրիս է իր շունչը տվել։ Ուրեմն եկեք ապրենք այնպես, որ նաև նրա Հոգին մեր մեջ ապրի, այսինքն ապաշխարենք եւ ընդունենք մեր Տեր Աստծուն, եւ նաեւ Հիսուսի մարմինը եւ արյունը լինի մեր մեջ։ Ընդունենք Սուրբ Հաղորդություն։